Անհանգստություն, խուճապ մարդկանց մոտ արդյոք չկա կապված գրակոչների հետ։ Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է եւ իհարկե երբ որ գյուղի մոտ գրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես էլ կա։ Եթե տեսնում են երբեմն էլ գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում։ Բայց միայն եթե արդեն կպնում են տանիքներին, շինություններին, դա նաև վտանգավոր է բացի անհանգստությունից, չէ՞։ Իհարկե վտանգ կա նման, առաջի անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է, պարբերաբար ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը։ Դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թեկուց է պատահական, թեկուց է այլ հանգամանքներում ես քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն։ Քարտուղարի հայտարարությունը չի անհանգստացնում պարոն Խաչատրյան։ Որը այդ էսկալացիայի ռիսկը կա։ Երեք էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարն Ստելիցյան ասեց Սյունիքում, որ Ռուսաստանի, ինչ ասել, որ բավականին անհանգստություն կա, Ստելիցյան ԱՄՆ պետքարտուղարն էլ է դա ասում, բայց Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, անգամ երեք Նիկոլ Փաշինյանը ասել է, որ խաղաղ չլինելու, ինչու է այսպես շատ տարբեր որովհետև բոլոր գերտերությունները իրանց շահեր ունեն, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն ինչը որ կա։ Եվ դրա համար պատասխան է տալիս, որևէ գերտերության հայտարարություն կամ բան, դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի եւ ինչպիսի։ Ես նորից եմ կրկնում, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում, ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած գրակցողի ձայն ինչ որ չափով անհանգստություն։ Այնպես չի, խուճապ չկա, ասեմ դες գյուղում որևէ խուճապ չկա, չի կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովոր են դրան եւ գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնողն է եւ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում։ Եթե կնքվի չեն կրակի ձեր կարծիքով։ Եթե կնքվի, այո, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու են սահմանապահ զորքերը, երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրաված։ Եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի պարոն Խաչատրյան, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել։ Հիմա դուք պարզագույն հաց եք տա, դե իհարկե կգնա էսկալացիա եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նա է, որ խաղաղության պայմանագիր ամեն կերպ պետք է հասնեն խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաեւ Չէ, չեն տանում, որովհետև մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Իսկ գրակոչները ռազմական էսկալացիայի նախերգանք չեք համարում։ Ոչ։ Երբ ասում եք, որ իրենց շահերին են, այսինքն Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների, ինչ նկատի ունեք, որտեղ Ուկրաինայի դեպքում փորձում են ինչ-որ համաձայնության։ Եկեք Ուկրաինան եւ այլը չխառնենք Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա ասում եմ, խաղաղությունը այլընտրանք չունի։ Մեր երկու երկրների միջև դա լինելու է, խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիա լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները, պրոցեսներ են, որը պետք է այդ պրոցեսների մեջով անցնի, իհարկե պետք է անի, իհարկե պետք է անի։ Ռուսաստանի հյուպատոսության հետ կապված նորություն կա։ Ոչ, ճիշտ ասած նորություն չկա։ Դա է խնդիրը, որ Ֆրանսիան օրինակ ոնց որ վերջին արտգործնախարարի այցից հետո ասաց, որ Սյունիքում մտադիր է Ֆրանսիան բացել։ Մտադիր չի, ամսի 2-ին բացումն է, 2-ին թե 3-ին, 2-ին որքան։ Այո, Ֆրանսիայի հյուպատոսության բացումն է Գորիս քաղաքում, երբ անձամբ ներկա եմ լինելու եւ մասնակցելու եմ այդ Ռուսաստանի դեպքում ինչու է խնդիրը ուշանում։ Չեմ կարող դա Ռուսաստանից հարցրեք եւ ԱԳՆ-ից։ Ես չեմ կարող։ Հայաստանի իշխանությունը չի այսպես համաձայնություն տալիս, ուզում ենք հասկանալ։ Չէ, բայց ինչի՞ նման։ Ասում են Լավրովն էլ էստեղ ասաց, որ
քննարկել ենք այդ հարցը, այնտեղ հյուպատոսություն բացելու։ Դե եթե քննարկել են, պետքա բացեն, էլ ինչու եք դուք եզրակացնում Հայաստանի իշխանությունները ինչ որ խոչընդոտներ են Նայեք 3 տարի Դե դա արդեն Ռուսաստանի խնդիրն է։ Ֆրանսիայի դեպքում կարծես ավելի շատ։ Չէ, Ֆրանսիան էլ արդեն 2-3 տարի է այդ գործընթացը գնում է եւ ասեմ ավելին, այդ խոսակցությունները սկսվել էր 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ որ հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ եւ այդ ժամանակահատվածից սկսված այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որպեսզի Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա։